Վանաձորի քաղաքապետարանի շուրջ ծավալվող քրեական պատմությունը նոր ընթացք է ստացել։ Ձերբակալված 10 անձինք, այդ թվում նախկին ու ներկա պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ արդեն ազատության մեջ են գրավի եւ բացակայելու արգելքի դիմաց։ Մեղադրանքները ծանր են՝ կաշառ, խարդախություն կատարել, դրան օժանդակել եւ խմբով պաշտոնեական լիազորությունների չարաշահում։ Դեռ 2023-ից հարուցված այս վարույթով մինչ օրս միակ մեղադրյալը համայնքապետարանի եկամուտների բաժնի նախկին պետ Արմեն Այվազյանն էր, սակայն հիմա գործը համալրվել է նոր հանգամանքներով ու մեղադրյալների մեծ խմբով։ Արդեն ավանդույթ դարձած ուզում եմ տեղեկացնել, որ ես եւ իմ բոլոր ընկերները ազատության մեջ ենք եւ վերադառնում ենք բնականon ընթացքի կյանքի։ Արդեն երրորդ անգամ ձերբակալված ու ազատ արձակված Արմեն Այվազյանը հակակոռուպցիոնից դուրս գալուց հետո ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց իր եւ ընկերների ազատ արձակման մասին, բայց այսօր այդպես էլ չպատասխանեց ազատության հարցերին։ 3 լռություն էր նաեւ համայնքապետարանում։ Համատիրությունների բաժնի պետ Կարեն Իշխանյանը, որ 2023-ին համայնքապետի պաշտոնակատարի օգնականն էր, նույնիսկ հերքեց ձերբակալության փաստը, չնայած հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնական տվյալներին։ Ասեմ, որ ինձ ձերբակալել են, ոչ կեց ես։ Դուք չեք գնացել հակակոռուպցիոն։ Խնդրում եմ դուք տարբերեք բերման ենթարկել է, կալանավորել է, ձերբակալել է եւ մնացածը, դա տարբեր բաներ են բոլորը։ Ոչ կաշառք տալու, ոչ ստանալու հափշտակություն, թե չգիտեմ, ինչ որ քաղաքին։ Մեղադրյալների թվում է նաև Վանաձորի ավականու ապրելու երկիր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը։ Վերջինս իր ներգրավվածությունը պայմանավորում է բացառապես Արմեն Այվազյանի հետ ունեցած քավոր սանիկական կապով։ Ինձ բացի ձայնագրություններից ոչ մի փաստական ապացույց չի ներկայացնում։ Այդ ձայնագրություններում ապացույց կա։ Ես ոչ մի ապացույց ընդեղ չտեսա։ Դե ես համաձայն չեմ էլի դրա հետ։ Այվազյանի հետ ձեր խոսակցություններն են։ Այո։ Այսինքն ժամանակ են դες գաղտնալուց։ Ըստ իրենց ասելով երկար տարիներ։ Այս երկու գործիչների քաղաքական ուղիները սերտորեն կապված են եղել։ Այվազյանն ու կինը նույն ապրելու երկիր կուսակցության ցուցակում էին եւ ժամանակի ընթացքում նրանք ուղղակի փոխանակեցին իրենց կարգավիճակները։ Այվազյանը թողեց ավականու մանդատը, անցնելով համայնքապետարանի պաշտոնին ու նրա կինն ստացավ այդ մանդատը։ Հետագայում տեղի ունեցավ հակառակ փոխատեղումը։ Կինն անցավ ամուսնու զբաղեցրած պաշտոնին, իսկ Այվազյանը վերադարձրեց ավականու մանդատը, որից ի դեպ վերջերս հրաժարվեց։ Ես իմ մանդատն ավականու վայրի դրելուց հետո ձեզնից շնորհակալ եմ համագործակցության միասին աշխատելու համար։ Թեև Ալավերդյանի պատասխանները կծկտուր են, նա իր քրեական հետապնդման ժամանակագրությունը պատահական չի համարում։ Այն համընկավ ավականու վերջին նիստի հետ, որը 1 տարվա բոյկոտից հետո կայացավ հենց Ալավերդյանի մասնակցության շնորհիվ։ Չնայած քվորումն ապահովվեց, սակայն նրա համար սկզբունքային համարվող հողակտորների վաճառքի ու ապօրինի շինությունների օրինականացման հարցերը այդպես էլ որոշում չդարձան։ Դրան դեմ էր իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ամբողջ կազմով։ Ավականու անդամն ուղիղ կապ չի տեսնում, բայց դեպքերի հաջորդականությունը համարում է հատկանշական։ Չգիտեմ, նիստեր, գիտեք, լարված նորից նիստ եմ հրավիրել, որոնք ըստ մեզ կարևոր հարցերը մնացին տենց էլ օդում, այդքան էլ միանշանակ չի, թե ում է հարմար, ում չի հարմար այդ նիստերը, խոսքով, բայց ակնհայտ է, որ հիմա, չգիտեմ, ինչի իմանա հայտնվեց այդ ցակում, այդպես առայժմ այդպես։ Կապում եք այս վերջին նիստերի հետ։ Չէ, չեմ կապում, ուղղակի փաստում եմ, որ մինչև հիմա 3-4 տարի է մարդիկ զբաղվում են այդ գործերով, ինչ որ տենց մեղադրանք, մեղադրյալ, հիմա ինչ որ մեղադրյալի կարգավիճակ։ Այս պահին իրավապահներն այդպես էլ չեն բացահայտում, ինչ է հափշտակել պաշտոնյաների խումբը, ով ում է կաշառել ու ինչի համար։ Եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժինը, որ այժմ ղեկավարում է մեղադրյալներից Արմեն Այվազյանի կինը, զբաղվում է հարկերի, տուրքերի ու վարձակալական վճարների հավաքագրմամբ։ Ավականու ապրելու երկիր խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանն ասում է, ըստ իրավապահների համայնքից հափշտակված գումարի չափը մոտ կես միլիոն դրամ է կազմում։